Ներողություն եմ խնդրում, կասեք ինչպես է ստացվում, որ օրինակ արցախցիները միշտ իրենց անձնագրով, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կարողացել են ճանապարհորդեն, բայց հիմա նույն այդ անձնագրով իրենք չեն կարող ընտրությանը մասնակցել։ Ինչ ասեմ, այդ հարցով կարելի է դիմեց վերևներին, իրանք ավելի լավ գիտեն, թե ինչ են անում։ Իսկ ի՞նչն է խնդիրը, որ ամեն կերպ փորձում է խոչընդոտել, որպեսզի արցախցիները մասնակցեն ընտրություններին։ Իրավունքը չունեմ ինչ որ խոսք ասելու։ Ես այդ մեծությունը չունեմ բացատրելու։ Իսկ կարևորությունը ո՞րն է, որ մասնակցեն ըստ ձեզ։ Ընտրություններին կարևորությունը, որպեսզի ճիշտ մարդ ընտրվի։ Արցախի հարցը բարձրաձայն է։ Արցախի հարցը, այո, բարձրաձայնի, ամենակարևորը դա է։ Իհարկե մենք մտածում ենք, որ անպայման պետք է բարձրաձայնեն։ Տեսեք, ուրեմն 30 տարվա մեջ ոչ մի խոչընդոտ չկար այդ ազնագրով, մարդիկ Ամերիկա են գնում, Ֆրանսիա, Ռուսաստան, Վրաստան, Պարսկաստան, սա ընդունում են Հայաստանի քաղաքացի ազնագիր, որպես եւ այսօրն է տենց ընդունում։ Այդպես բան չկա։ Ուղղակի այդ փախստականի թուղթը որ չկա, Հայաստանից դուրս չեն թողում։ Բայց որ դուրս ես գալիս Հայաստանից, խնդիրը ոչ մի դե չի առաջացնում։ Մենք մտածում ենք, որ ճիշտ կլներ, որ Հայաստանի ազնագիր ունեցող անձիկ իրավունք կլինի, որ ընտրության մասնակցեն անպայման։ Իսկ քաղաքացիություն ունեք թե չունեք, ասում են այդ գործընթացն էլ է կարծես թե ձգձգվում, քաշքշուկների մեջ են ընկնում, այս փուլում Արցախի բնակիչները նախ։ Եթե կոնկրետ վերաբերում է ինձ, ես ունեմ, բայց եթե ընդհանրում ենք մեծ մասը երևի չունի եւ այս Եվրոպային շատ դժվար են ստանում։ Չեմ կարող ասի միջնախնդիրը, բայց մարդիկ հանած ամիսներով հələ որ չեն ստացել։ Դե կապրենք կտենանք։ Հույսով ենք, որ իշխանությունը խելքի կգա, կհասկանա եւ ոչ թե մենակ իշխանությունը եւ մեր հայ ազգը ամբողջովին պետք է հասկանա, որ մենք 30 տարվա մեջ այս վեվի ստոր անպատիվ անթասիվ օր չենք եղել։ Այնտեղ դե այն ժամանակ իշխանություն էր ձևավորվում։ Հիմա էլ Արցախի ներկայացուցչության շենքի հետ կապված է, ասում եմ պետք է վերադարձվի պետությանը, արդեն որոշում կա, սրա հետ կապված ինչ կասեք։ Հիշում ենք նաև, որ բարձր ղեկավարության կողմից հնչում էին հայտարարություններ, որ Արցախի ինստիտուտներ չպիտի լինեն Հայաստանում։ Ես միանշանակ դեմ եմ դրա, ոնց թե ոչ չպիտի լինի։ Կա Արցախի ժողովուրդ, հայեր, ճիշտ է։ Լեռնային Ղարաբաղ, եթե Արցախ չեն ընդունում, Լեռնային Ղարաբաղ կար պատմության մեջ։ Եթե կար պատմության մեջ Լեռնային Ղարաբաղ, Սովետի փլուզման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նույն իրավունք ուներ, ոնց որ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը որ ստեղծվեց։ Այնպես որ պետք չի դա խուսափել, այդպես էլ եղել է։ Եվ աշխարհն ինչ չի որ մեր դեմ էր։ Հասկանում էր, որ այդ հարցը պետք է ինձև լուծվի։ Ուղղակի ճիշտ ճանապարհով չգնացինք այս վերջի տարիներում ու գանք այդ օրը։ Բայց մինչև այդ սա դժվար էր, իհարկե չեն կարողում հեշտ էր գնում, սխալներ շատ կար։ Բայց պետք է ուղղենք մեր ճանաչային սխալները։ Բայց մենք ինչ ենք անում։ Չկա Արցախ, իբրև մենք ընցանում ենք, որ չլինի Արցախի ժողովուրդ։ Իհարկե, այս ամենը դրա էդի է ցույց տալիս, որ Արցախի բարձր ղեկավարությունը ռազմաքաղաքական գերության մեջ է, բայց նույն այդ ղեկավարության մաս կազմող անձիկ ժամանակին միջազգային միջոցառումների են մասնակցել, որևէ մեկը իրենց որպես ահաբեկչական խմբավորման, այսպես ասած, ղեկավար չի ընդունել։ Միսկի խմբում նաև շոշափվել է Արցախի հետ կապված հարցեր, այսինքն ստացվում է, որ աշխարհը ժամանակին հաշվի են նստել Արցախի ժողովրդի հետ, հիմա հակառակ պատկերն է։ Իհարկե ոչ թե ժողովրդի հետ, ընտրված, օրենքով ընտրված դեմոկրատ ձևով ղեկավարության հետ բանակցում էին այսքան տարիներում։ Կար Մինսկի խումբ, ճիշտ է, սաղել ընդունում են։ Հիմա ինչ եղավ։ Այսօր էլ ընդունում, ես չէ որ այսօր չեն ընդունում։ Ուղղակի այդ հարցերը ոչ մեկը չի բարձրաձայնում ու դրա համար այսօրն ենք։ Դե ինչ կարանք ասենք, ցավալի է։ Մենք հույսով ենք, որ ամեն ինչ կդզվի, իհարկե շենքը վերցնելով եւ այլ մենակ վատ բաներ ենք մենք դե ընկալում։
կներեք ընտրելու հետ կապված դուք էլ նույն խնդիրը ունեք, քաղաքացիության հարց կա, անձնագիրը չեք փոխել։ Իհարկե, անձնագիրը փոխել եմ, քաղաքացիության հարց ունենք, բայց առայժմ սպասում եմ, չեմ ուզում քաղաքացի դառնալ։ Բայց ընտրել ուզում եք։ Ընտրել ուզում ենք, քանի որ արդեն 5 տարի այստեղ եք ապրում, հետևաբար նաև անձնագրում գրված է Հայաստանի քաղաքացի, դա ինքը ինքնիստիկյան ասում է, որ ընտրելու իրավունք պետք է որ ունենա, բայց չեն թողնում իհարկե որոշ նկատառումներից ելնելով։ Այսինքն կարծում եք, որ Արցախի ժողովուրդը այստեղ պիտի ընտրի, որովհետև իշխանությունը, որը կձևավորվի, պատասխանատու է լինելու նաև Արցախին վերաբերող հարցերով, Արցախի հարցը փակելու կամ կրկին բանակցությունների սեղան բերելու հետ կապված։ Իհարկե, սա իրար հետ փոխկապակցված է։ Մեկը առանց մյուսի չի լինում։ Մենք բոլորս էլ մեկից էլի փոխկապակցված ենք։ Ինչքան հնարավոր է պետք է որ լավ որոշումներ կայացնեն իշխանությունները, ժողովուրդն էլ ընտրի լավ իշխանություն, որպեսզի կարող։ Նշանակություն ունի ձեզ համար Հայաստանում իշխանություն ձևավորելու հարցը։ Դա ժողովրդի ապագայի հայրենիքի անվտանգության ապահովման հարցն է։ Իհարկե իշխանություններից շատ բան է կախված։ Հետևաբար եթե ընտրություններին համախմբված մասնակցենք, ընտրենք արժանավոր թեկնածուին ու ժողովրդի բարեկեցիկ կյանքն էլ ապահովված կլինի, այդ թվում նաև արցախցիների խնդիրները եւ այդ հարցը նորից կանդրադառնան այդ հարցին։ Կներեք ինչպես է ստացվում, որ Արցախի ժողովուրդը կարողանում էին այդ անձնագրով որպես Հայաստանի քաղաքացի ճանապարհորդեին, բայց հիմա օրինակ այստեղ չեն կարող այդ անձնագրով մասնակցեն ընտրություններին։ Որովհետև ներկայիս ղեկավարությունը այդպես է ցանկանում, որ արցախցիներին ամեն ինչից զրկվի, հայրենիքից, տնից, հողից, զոհվածների գերեզմաններից, վերջում էլ իր ընտրական իրավունքից։ Այդքան։ Այսինքն ինչ նշանակություն ունի ձեզ համար։ Մեծ նշանակություն ունի։ Հաշվի առնելով այն, որ իշխանությունից է կապված լինելու Արցախի հարցը վերջնականապես կփակվի, թե դուք կգործադրվեն բանակցությունների։ Ներկայիս եթե հարցը մնա ներկայիս ղեկավարությանը, անպայման Արցախի հարցը կփակվի։ Ես այդ կարծիքին եմ։ Այսինքն արդյունավետ պիտի ընտրեք, որ առնվազն մենք պետք է ընտրենք այն մարդուն, որ կարողանա արցախցիներին թեուտի կանգնի։ Ես այդ իմ կարծիքն է։ Վերադարձի իրավունք, թեկուզ Հայաստանի տարածքում ապրելու իրավունք։ Մենք Հայաստանի տարածքում էլ ապրելու իրավունք չունենք ներկայիս ղեկավարության համար։ Նկատի ունեք վերջին հայտարարությունները, որոնք հնչում էին։ Ամեն հայտարարություն 18 թվականից մինչև հիմա ամեն ինչ ներկայիս ղեկավարությունը օգտագործում է արցախցիներին ամեն իրավունքից զրկում։ Բայց ասում են, որ այդ հայտարարությունները այսպես են արդարացնում իրենց, ասում են այդ հայտարարությունները հասարակ արցախցիներին չի վերաբերում, ասում են իշխանություններին Արցախ։ Այսինքն իշխանությունները արցախցի չեն, մեր Արցախի ղեկավարությունը իշխանությունը արցախցի չեն։ Ինչպես մեկնաբանենք, եթե արցախցի ղեկավարին վիրավորում է, ասեմ ինձ չի վիրավորում, այն վիրավորանքը ինձ էլ է վերաբերում։ Բայց մետրոյի աղջիկը Արմինե Մուսինյանը հաստատ Արցախում որևէ ղեկավար պաշտոն չի զբաղեցրել։ Այո, նա վիրավորում է այն աղջկան։ Բացարձակ վիրավորում է ու ամեն օր նրա ամեն քարոզարշավում էլ վիրավորում է արցախցիներին։ Ինչ ասեմ։